Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր որոշել եմ պատրաստեմ իտալական հայտնի շերտավոր դեսերտ տիրամիսու իմ տարբերակով, ուրեմն մեզ դրա համար հարկավոր է ռիկոտա տեսակի պանիրը, հարկավոր է, այստեղ ես ունեմ թխվածքաբլիթներ, այստեղ ունեմ կակաո, շաքարավազ, ունեմ նաև կոնյակ, մի փոքր կավելացնեմ համի համար, վանիլ, այստեղ լուծվող սուրճ։ Դե ինչ, անցնենք պատրաստմանը։ Ես այստեղ արդեն լուծվող սուրճը ջրի մեջ մի քիչ բացել եմ, լուծվել է ինքը, այստեղ պանիրի վրա ավելացրել եմ շաքարավազը, հիմա կավելացնեմ վանիլ, և այստեղ կավելացնեմ նաև կոնյակ համի համար, կոնյակը շատ յուրովի համ է հաղորդում մեր դեսերտին, բայց դա ցանկությամբ է, տանը ձեռքի տակ ինչ ոգելից ունեք, կարող եք դա օգտագործել ըստ ճաշակի։ Հիմա ես մի լավ կխառնեմ մեր կրեմը, որպեսզի ստանամ համասեր զանգված և կսկսենք արդեն տիրամիսուն հավաքելու գործընթացը։ Հիմա մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր թխվածքաբլիթները թաթախենք սուրճի մեջ և հավաքենք շերտ-շերտ։ Առաջի շերտը անեմ, կցուցադրեմ, թե ինչպես եմ անում։ Ընդհանրապես կլասիկ տարբերակում ասեմ, որ տիրամիսուն պատրաստում են, ինչպես բոլորս գիտենք, հայտնի սավոյարդի տեսակի թխվածքաբլիթներից և մասկարպոնե տեսակի պանիրով։ Բայց քանի որ այսօր իմ ձեռքի տակ ունեմ այս բաղադրիչները, դրա համար հիմա պատրաստում եմ դրանցով։ Առաջի շերտը պատրաստեմ, կմիանամ։ Սիրելի հետևորդներ, ուրեմն այստեղ թխվածքաբլիթները մեր սուրճի մեջ թաթախելուց հետո շարեցի առաջին շերտ որպես, վրան հիմա քսում եմ պանիրը, որից հետո որ հերթականությամբ թխվածքաբլիթ պանիր մինչև վերջին շերտը պատրաստեմ, կմիանամ, ցուցադրեմ ամբողջական պատրաստի տարբերակը արդեն։ Դե ինչ սիրելիներս, ես վերջացրեցի արդեն իմ տիրամիսուի պատրաստման գործընթացը, վրան լցրեցի կակաոյի փոշի, հիմա կփակեմ և կդնեմ սառնարանում մի քանի ժամ, որպեսզի էլ ավելի համեղ դառնա։ Բոլորիդ բարեխորժակ, շնորհակալություն դիտելու համար, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք լայք և տարածեք տեսանյութերը։ Հաջողություն։